Ուրեմն նախ հետևյալը ես հայ առաքելական եկեղեցուն եւ մայրաթորին չեմ կարող եւ պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները եւ իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին եւ հոգևոր արմատներին։ Ինչ վերաբերում է աշխարհ քաղաքականության, այո, տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է եւ եթե դուք նկատել եք, ես այդ իրադարձությունների մեկնարկից ի վեր ներքաղաքական հարցերով առանձնապես չի արտահայտվում, բայց դա չի նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետքա օգտագործեին լկտի հարցակումներ անելու համար։ Այդ լկտի հարցակումները համարժեք պատասխան կստանան։ Հույս ունեմ արդեն համոզվել եք։ Խնդրեմ։ Չունեք հարցեր։ Դուք վստահաբար ընդունում եք արդեն մայիսի 31-ից սկսած, որ սրբազանները խախտել են այդ կուսակրոնության ուխտը։ Միշտ ասում եք հիմքեր կա, արդեն ԿՊԱ-ականներն էլ դա որպես բացարձակ ճշմարտություն են ներկայացնում, երեկ էլ վեհապարին շնորհավորում էին հայրերի օրվա առիթով։ Ուզում եմ հասկանալ, բացի ձեր ենթադրությունները, դուք որևէ այլ հիմք ունեք նման մեղադրանքներ հնչեցնելու հայ առաքելական սուրբ եկեղեցու ծառաների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ես ունեմ ապացույցներ, եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ եւ բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատել, որ չեն վիճարկում իրենք դա։ Իրենք չեն վիճարկում։ Ասում են անլուրջ է ձեր հայտարարությունը, իրանք չեն ասում, իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Այ երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ եւ այդ ապացույցները կներկայացվեն կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն։ Խնդիրը այն է, հետեւյալը, ընդ որում ես ուզում եմ շատ հստակ ընդգծեմ, ընդ որում ես մոռացա մի վարքյան։ Իմ դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու կանոնների վրա, հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որով հենց եկեղեցին ինքը Հայաստանի Հանրապետության արտադրության նախարարությունում գրանցել է որպես հայ առաքելական եկեղեցու կանոններ եւ կանոնագիր։ Դա դուք ինչու եք հանձնաժողով ստեղծում ներողություն էլի, որտեղ այդ երկրորդ հարցն եք տալիս։ Պարոն Փաշինյան, որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ հոգեբորականների դեմ այս պայքարը բերելու է բախումների քաղաքացիական պատերազմի, արդյոք դուք բացառում եք նման սցենարը եւ Գարիկին երկրորդին ինչպես եք հեռացնելու։ Հնարավոր է, որ իրավապահները նույն կերպ ասեն եկեղեցի մտնել։ Գիտեք, ես անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցություն, անհեթեթ եմ համարում։ Գիտեք, 2000 ժողովուրդ ջան, մի քիչ հետ կամ միկրոֆոնը շատ չեմ կարող։ Շատ դա կատարյալ անհեթեթություն եմ համարում։ Գիտեք, մենք 2018 թվականին Հայաստանում հեղափոխություն ենք իրականացրել եւ ըստ էության բախումներ չեն եղել։ Հիմա մենք հոգևոր, բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում եւ այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի եւ ես ուզում եի ձեզ ցույց տալ, ես որ կվաղելով ես բերել եմ ապացույցն, ես բերել եմ այն մյուս գիրքն, այս գիրքը տեսեք, Մայրաթոր Սուրբ Էջմիածին համաբարբար կանոնագիր քայլություն։ Այս գրքերի մեջ է սահմանված, սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով
այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ ուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում, նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու սրբություններին, եւ դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով եւ կանոններով։